Շարունակում ենք գլխավոր թեման եւ առաջիկա րոպեներին այս թեմայի վերաբերյալ մանրամասն զրուցելու եմ մարտական եղբայրություն միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանի հետ։ Բարի երեկո Հովսեփ, շնորհակալ եմ, որ միացել եք առաջինին։ Ողջույն, ես նույնպես ուրախ եմ։ Նախ կխնդրեմ գնահատել Հնդկաստանից ձեռք բերվող Ակաշ զենիթի արտիլերային համալիրների կարողությունը։ Նախ նշեմ, որ Ակաշ զենիթի արտիլերային համակարգերը իրենք ունեն մի քանի սերունդ եւ այստեղ հատկանշական է իմանալ, թե որ սերունդի մասին է խոսքը, թե Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը որ սերնդի համակարգն է ձեռք բերել։ Եթե խոսքը առաջի սերնդի Ակաշ համակարգերի մասին է, ապա դրանք ավելի շատ խորհրդային արտադրության կուբ համակարգերի կրկնօրինակն են հանդիսանում, որը ներկա պայմաններում մեր դեմ ծառացած խնդիրներին քիչ է համապատասխանում։ Այդ համակարգերը չեն կարող խոցել օրինակ բալիստիկ հրթիռներին, որը Ադրբեջանը շատ լայնորեն կիրառել է թե 44-օրյա պատերազմին, թե մի քանի ամիս առաջ Արցախի դեմ սանձահարած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, մասնավորապես Պոլոնեզ եւ Լոռա տեսակի համակարգերը, այս Ակաշ համակարգերը չեն կարող խոցել բալիստիկ հրթիռներ, եթե խոսքը ավելի նոր մոդիֆիկացիայի Ակաշ MK2 կամ Ակաշ NG համակարգերի մասին է, որոնք հանդիսանում են տվյալ համակարգի նոր սերունդները եւ թե մոդիֆիկացվել է նրանց հայտնաբերման ռադարային համակարգը, թե թիրախների ուղղորդման եւ խոցման համակարգերը, ապա թե հրթիռները, ապա այս համակարգերը կարող են մեր պաշտպանության ոլորտում մեծ դեր կատարել, քանի որ նրանք ի վիճակի են խոցել մինչև 25-ից 30 կիլոմետր հեռավորությամբ թե բալիստիկ թիրախներ եւ թե այլ տեսակի, օրինակ հիմա շատ տարածված այդ անօդաչու թռչող սարքեր եւ կամիկաձե դրոնները, քանի որ նրանք այս Ակաշ համակարգերը շատ մոբիլ են, այս տեսանկյունից մեծ հնարավորություններ է բացվելու Հայաստանի առաջ, եթե ձեռք բերվեն այս տեսակի զենիթ-արտիլերային համակարգերի այս նոր մոդիֆիկացիաները եւ մի քանի օր առաջ Հնդկաստանի այդ նոր զինտեխնիկայի արտադրության եւ փորձարկման գործակալությունը, որը կոչվում է ԴՂԴ, նոր նյութեր է հրապարակել, որում ասվում է, որ այս Ակաշ համակարգերի վերջին մոդիֆիկացիան հնարավորություն ունի խոցելու միառժամանակ 4 օդային թիրախ, որը ժամանակակից հոպի պայմաններում շատ բարձր ցուցանիշ է, եւ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա ձեռք բերել տվյալ մոդիֆիկացիայի այդ Ակաշ համակարգերը, ապա դա մեր պաշտպանության համակարգում մեծ դեր կկատարի։ Որքանով մենք կարող ենք այդ համակարգերի օգնությամբ, ինչպես շատերն են նշում, փակել մեր օդը։ Տեսեք, օդի փակելը շատ հարաբերական հասկացություն է, եթե վերցնենք ռազմական դոկտրինան, ապա վերգետնյա հոպի առումով առաջատարը համարվում է Ռուսաստանը, սակայն եթե նայենք հիմա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, ապա Ռուսաստանը ունենալով ամենախիտ ցամաքային հոպը, Ռուսաստանը նույնիսկ չի կարողանում այսպես ասած փակել երկինքը, որովհետև ամեն օր նոր համակարգեր, նոր հրթիռներ, նոր անօդաչու թռչող սարքեր են ի հայտ գալիս, որոնց խոցելը ավելի դժվար է դառնում, սակայն եթե նայենք ընդհանուր չափանիշներով, ապա այս համակարգերը մեզ հնարավորություն են տալու նախ եւ առաջ պայքարել, այսպես ասած բայրակտար տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ, որովհետև նրանց կիրառման բարձրությունը մոտ 6000 մետր է կազմում, իսկ նրանց այդ հրթիռներով նրանք կարողանում են իրենց այդ լազերային ուղղորդման հրթիռներով կարողանում են աշխատել մինչև 20 կիլոմետր հեռավորությունից, ապա այս պարագայում նմանատիպ հոպ ունենալու դեպքում մենք հաջողությամբ կարող ենք խոցել նմանատիպ թիրախները եւ սա իհարկե մեծ առավելություն է, որովհետեւ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք այս խնդիրը ունենք, մասնակի փորձեցինք լուծել տողերի միջոցով, որոնք մեծ հաջողությամբ պայքարում են նմանատիպ
թիրախների դեմ, սակայն այսօր հասկանալի է, որ այդ տեսակի զենքերը, տոռը մասնավորապես կամ պանցերը մեր համար հասանելի չեն եւ այս պարագայում ԱԿՇ-ը կարող է լավ այլընտրանք լինել։ Ըստ էության ավելի վաղ շրջաններում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ գործակցում էր նաև ռազմական ոլորտում, հենց Ռուսաստանն էր մեզ տրամադրում զենքեր եւ ըստ էության մենք առանձնապես չէինք էլ գնահատում մեր ռազմական կարիքը։ Հիմա հաշվի առնելով այս ԱԿՇ-ի ձեռքբերումը եւ հաշվի առնելով, որ ըստ էության Հայաստանը սկսել է ընդհանրապես գործակցել այնպիսի երկրների հետ ռազմական ոլորտում, որոնց հետ գործակցություն չկար, կարելի է ենթադրել, որ ԱԿՇ զենքերը ձեռք են բերվել հենց ներքին գնահատման արդյունքում։ Դուք էլ քանի որ ակտիվ մասնակցություն եք ունեցել տարբեր ռազմական գործողությունների, կխնդրեմ նշել ԱԿՇ-ի օրինակով, արդյոք մենք կարողանում ենք ճիշտ գնահատել մեր ռազմական կարիքները, արդյոք ԱԿՇ-ն այն է, ինչ մեզ պետք էր հիմա։ Ուրեմն տեսեք, եթե գնահատենք 44-օրյայի փորձը, ապա մեր հոբ համակարգի մեծամասնությունը հնացած ավելի համակարգեր էին, նույն տողը, որ նշեցի, հաջողության պայքարում էր այդ բայրակթարների կամ իսրայելական այդ անօթաչուների դեմ, ինքը շատ փոքր տոկոս էր կազմում, պատերազմի սկզբում պաշտպանության բանակը ուներ, եթե չեմ սխալվում, 4 համակարգ ընդամենը տողի, եւ պաշտպանության բանակի հիմնական հակաօդային պաշտպանության միջոցները հանդիսանում էին ASA տեսակի զենիթահրթիռային կայանները, որը շատ հնացած ու ժամանակակից պայմաններին չբավարարող էին։ Եթե այս պարադիգմայով նայենք, ապա ակնհայտ է, որ ԱԿՇ-ը եթե տողի կամ պանցերի մակարդակի համակարգ է, ապա մեծ առաջընթաց է լինելու, որովհետև հուսամ 44-օրյայի պես 4 համակարգ չեն ձեռք բերի, այլ լիարժեք այդ հոբ համակարգ կձևավորեն նույն ԱԿՇ-ներով, որը մեծ առավելություն կդրսևորի եւ հայ զինվորը իր գլխի վերևում կզգա, որ ապահով է, քիչ թե շատ ապահով է, ինչը չէր զգում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բացի դա, հնդկական այս նոր շուկան եւ մասնավորապես ֆրանսիական շուկան, որը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, դա մասնավորապես հնդկականն դա ժամանակակից արևմտյան տեխնոլոգիաներով արտադրված զենք է, որը մեծ առավելություն ունի ռուսական արտադրության զենքին, որը հիմնականում խորհրդային արտադրության զենքերի կրկնօրինակներն են, սակայն այս դեպքում հնդկական արևմտյանը լավագույն փորձի կիրառումն է, որը մեր համար դրական դեր է կատարելու, սակայն այստեղ խնդիրը այլ հարցում է, թե ինչքանով է ի վիճակի մեր բանակը յուրացնել այդ զենքերը, ինչքանով է սպայական կազմը կրթված ու գրագետ, որպեսզի կարողանա այդ համակարգերը գրագետ ձևով կիրառել։ Էլ ինչ ռազմամթերք է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որպեսզի մի փոքր անվտանգային համակարգերի այս բարելավման գործընթացը եւս դրական նշանի տակ հաշվենք։ Տեսեք, հրետանու դեպքում շատ դրական է, որ անցում է կատարվում 155 մմ տեսակի հրետանուն եւ այս հնդկական մամուլում հրապարակված տվյալներով երևում է, որ Հայաստանը բավականին մեծ ձեռքբերումներ է կատարել այդ առումով, որը չի կարելի չգնահատել։ Մյուսը, որի մասին խոսք է գնում այսօր, դա Բրամոս տեսակի հրթիռների մասին է, որը հանդիսանում են օդ երկիր տեսակի հրթիռներ։ Նրանք, այսպես ասած, ռուսական Իսկանդեր հրթիռների դասին պատկանող հրթիռներ են, սակայն որոնք արձակվում են օդային հարձակման միջոցներից, եւ Հնդկաստանը այս հրթիռները մշակել է իր սպառազինությունում գտնվող ռուսական արտադրության Su-30 MK-ի տեսակի կործանիչները զինելու համար, այս տեսակի կործանիչներ, ինչպես հիշում ենք, մենք ունենք Su-30 SM-ները, որը այդ Su-30 MK-ի ավելի ժամանակակից մոդիֆիկացիան է, եւ մենք շատ լավ գիտենք, որ բազմաթիվ հրապարակումներ եղան պաշտոնյաների կողմից, որ այդ 4 ինքնաթիռը, որ մենք գնել ենք, չունեն համապատասխան զինամթերք եւ այս տեսանկյունից, եթե հնարավորություն ստացվի այս Բրամոս տեսակի հրթիռները նույնպես ձեռք բերել, ապա ինչ որ չափով կլուծվի նաեւ մեր այս 4 Su-30-ների զինման խնդիրը, որոնք պատերազմի պարագայում, եթե
լինեն մարտունակ իրավիճակում կարող են մեծ դեր կատարել թե հոբ տեսանկյունից խոցելով թշնամու անօթաչուներն ու ինքնաթիռները եւ թե ցամաքային թիրախներ խոցել։ Իհարկե զենքերի ձեռքբերումը բավականին լավ է, բայց մյուս կողմից նաև մեզ պետք է սեփական արտադրության զինատեսակներ կամ ընդհանրապես ռազմամթերք ունենալը։ Այ որքանով է կարևոր սեփական ռազմական արտադրությունը։ Հիմա ժամանակակից կոնֆլիկտը ցույց է տալիս, օրինակ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որ որքան էլ դրսից դու օգնություն ցույց տաս Ուկրաինայի օրինակով, նույնիսկ Ռուսաստանի օրինակով, առաջին պլան գալիս է քո սեփական կարողությունները, նույն Ռուսաստանը կամ Ուկրաինան, որ արտադրելու տեսանկյունից զինամթերք արտադրելու տեսանկյունից վերջին երկրները չեն, այսօրվա պարագայում խնդիր ունեն այլ երկրներից զինամթերք մատակարարել, նույն Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից է հրետանային արկեր մատակարարում, այս տեսանկյունից շատ կարևոր է, որ Հայաստան ունենալով նաև լոգիստիկ խնդիրներ, հենց այսօր խաղաղության պայմաններում իր երկրում զարգացնի զինամթերքի արտադրության խնդիրը, որովհետև դու հրետանին կարող ես ձեռք բերել Հնդկաստանից, բայց դու ունենալով սահմանափակ բյուջե չես կարող միլիարդավոր դոլարներ ծախսել նույն հրետանու համար ռազմամթերք արկեր ձեռք բերել։ Ուստի շատ կարևոր պլան է գալիս քո երկրում այդ արկերի արտադրությունը կազմակերպելը։ Հովսեփ, շնորհակալ եմ թեման առաջինի համար վերլուծելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Դուք դիտում եք գլխավոր թեման, կհանդիպենք։